Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը, մենք բարբերաբար անդրադառնում ենք եւ անդրադառնալու ենք սահմանադրական փոփոխությունների թեմային, գիտենք, որ հուլիսի 15-ին նախագահինքից սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը միանշանակ չընդունվեց, ավելին կարելի է ասել, որ այն ավելի շատ քննադատության ենթարկվեց, թե բովանդակային առումով, թե ընդհանրապես, եւ որպես այս թեմայի շարունակություն կամ այս թեմայի շրջանակներում այսօր ես կզրուցեմ ազգային ժողովի падգամավոր Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բակրատյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բակրատյան։ Սկսենք այն բանից, թե ինչքանով էր պահանջված սահմանադրությունը փոխելը այս փուլում։ Ձեր կարծիքով որտեղից պետք է գա նախաձեռնությունը, ով պետք է իր վրա վերցնի սահմանադրություն փոխելը եւ հետեւաբար ինչքանով մենք անհրաժեշտություն ունենք դա անելու։ Ես կարծում եմ, որ վերջի 6-7 տարիներին, 8 տարիներին վերջի մենք չունենք այնպիսի իրադարձություն, որը կապված է եղել վատ իրադարձություն, որը կապված է եղել նրա հետ, որ ունենք վատ սահմանադրություն։ Իդե դուք ինձ անկեղծորեն ասեիք, ինչն էր սխալ։ Ես թերևս միշտ մտահոգված եմ 2005 թվականի սահմանադրական փոփոխությամբ կենտրոնական բանկին տրված ֆունկցիաների մասին, որը համարում եմ սխալ։ Բայց նույնիսկ դա հաշվի առնելով մենք չունենք դեպք, որ ճգնաժամ է եղել երկրում սահմանադրության պատճառով, որ անլուծելի խնդիրներ են ստացվել։ Ինչ ճիշտն է եւ 95-ի եւ 2005-ի սահմանադրությունը բավականին ճկուն էին, նրանք չեն եկել բախվել բանի հետ, խնդրի հետ։ Նրանք չեն ստեղծել երկրում տնտեսական կամ քաղաքական ճգնաժամ։ Այդ տեսակետից, այո, իհարկե, յուրաքանչյուր իշխանություն կարող է ասել, գիտեք, ինչ ավելի լավ է անցնենք պարլամենտական հանրապետության։ Մի պահ պատկերացնենք, թե իրոք փորձ է կատարում անցնել պարլամենտարիզմի։ Ավելի ուշ կտեսնենք, որ այդպես չէ։ Չպատկերացնենք, փորձ անում են, արդեն փորձ կա։ Բայց գիտեք, երբ որ դուք անցնում եք պարլամենտարիզմի, գլխավորը այն չէ պարլամենտարիզմի նախագահ կա թե չէ։ Այս տարբերակում էլ նախագահ կա, նախորդում էլ կա, նույն նախագահներն են։ Պարլամենտարիզմի ամենագլխավոր կետն այն է, որ արդյոք կա երկու առաջնային մանդատ ունեցող մարմին։ Դա կարող է լինել մի հատ ազգային ժողով, մի հատ նախագահ, ժողովրդի կողմից ընտրված։ Դա կարող է լինել մի հատ ազգային ժողով, երկու պալատով։ Կարևորը որ երկու մարմին ունենան առաջնային մանդատ, որպեսզի հակասության դեպքում երկիրը կատաստրոֆայի առաջ չկանգնի, չգնա դիկտատուրա։ Երբ որ մի մարմին է ունենում մեկ առաջնային մանդատ, երկիրը կարող է գնալ դիկտատուրա։ Հասկանալի է։ Այդպիսի փորձ մենք տեսել ենք, այդպես եղել Հիտլերը, Մուսոլինին, Ստալինը։ Ոչ միտեղ ֆաշիզմ կամ դիկտատուրա չի առաջացել պրեզիդենտական հանրապետության բազայի վրա։ Պրեզիդենտական հանրապետություն կա պրեզիդենտ, ինքը պրեզիդենտ է, դիկտատուրայի կարիք չունի։ Բա Լատինական Ամերիկայի երկրներում, որտեղ շատ են նշում այդ օրինակ մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչներից մեկը հայտարարեց, որ այն նախագահական հանրապետությունները Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում տանում են դիկտատուրաների։ Ուրեմն Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում, եթե նախագահական հանրապետությունները տալել են դիկտատուրա, ես այդպիսի դեպք չգիտեմ։ Ի վերջո դիկտատորը պրեզիդենտն է, որը առանձնացնել մեն իշխան է, որոշակի առումով, ապա ֆաշիստական են այնտեղ ստացվել բացառապես պարլամենտական հանրապետությունները։ Օրինակ ասենք մի ժամանակ Գվատեմալայում։ Ուրեմն ընդհանրապես մասնագիտական հանձնաժողովի փաստարկները մեկ այլ թեմա է։ Ասենք 150 երկիր թողած մի երկրի մի հատ կիսատ օրինակ կարող են բերել։ Որը դեռ կիրառության մեջ չէ։ Կիրառության մեջ էլ չի։ Հիմա ամենակարևորը պարլամենտական հանրապետության, որ բոլոր նորմերը իրավական կարգավորում են օրենքներով, մենք դրան պատրաստ չենք։ Մեզ մոտ ենթաօրենսդրական ակտերը 8-ից 10 անգամ ավելի շատ են, քան թե օրենքները։ Հասկանում եք, օրինակ, կառավարությունը որոշում չպետք է ընդունի պարլամենտական հանրապետությունում, ինչ որոշում որ ընդունում է, պետք է օրենքի ձևով ընդունվի։ Մինիստրությունը նորմացվային ակտ չպետք է ընդունի։ Այսինքն դուք պատրաստ եք թե չէ, սա կնշանակի պարլամենտարիզմ։ Եթե դուք սա չեք անում, ապա համապատրաստից պրեզիդենտին վերացնում եք, դնում եք պարլամենտի վրա, դու մտցնում եք թայֆայաբազություն, կանխորոշում եք պարլամենտական ընտրությունները, չգիտեմ, թաղի տղեկի, գողականների միջոցով եւ այլն, եւ ստանում եք մի հատ հիմար վիճակ դիկտատորական։ Եվ այդ պայմաններում ընդཐུպ մինչև ժամանակի ընթացքում կարող է խուժանը գալ իշխանության, մի նախադասություն ավելացնեմ այս հարցի վրա, քաղաքացիական երկրում գործող նախագահան պիտի իր համար սահմանություն չփոխի։ Եթե այսօր մենք փոխեինք էլ այս սահմանությունը, պետք է վերաբերվեր հաջորդ նախագահին։ Բայց գործող որը իշխանության գար 2023 թվականին։
տրամաբանական է, բայց գործող նախագահան ինքը եւ իր կուսակիցների միջոցով հայտարարել է, որ ինքը որևէ հավակնություն չունի վարչապետի ազգային ժողովի նախագահի շատ վատ է, լավ կներ ինքը նախագահ մնար իրան թագավոր հայտարարեինք ավելի լավ կներ։ Կիմանայինք որ մարդը պատասխանատվություն է կրելու։ Իսկ հիմա մարդը կառավարելու է չպատասխանատվություն չունենալու։ Ինչպես է կառավարելու։ Որպես հանրապետական կուսակցության ղեկավար։ Դա բավարար է այս նախագծով ամբողջովին։ Եվ դա շատ վատ է։ Այդտեղ արդեն մնում է հուսալ, որ հանրապետական կուսակցության ղեկավարը եւ Էսովան եւ Վավանը կլինեն պարկեշտ մարդիկ։ Իսկ եթե իրանք որոշեն չլինել պարկեշտ մարդիկ, կլինի անպարկեշտ հանրապետություն։ Դե արդեն դա վտանգավոր է։ Պարոն Բակրատյան, ներկայացված նախագծով կարծես թե բացակայում է երկու մարմնին տրվող առաջնային մանդատի սկզբունքը, հա։ Այո։ Եվ դա ձեր կարծիքով հանգեցնելու է քաղաքական մենաշնորհի։ Դա բացում է ճանապարհը դեպի դիկտատուրան, դեպի հավերժությունը։ Բացում է ճանապարհը դեպի հավերժ դիկտատորական կարգը։ Դա փակում է ցանկացած տեսակի շանս ժողովրդական քվեի միջոցով փոխել որևէ բան։ Այդ դեպքում ինչով է բացատրվում այն հանգամանքը, որ նշվում է թե սահմանադրական հանրապետություն պարլամենտական հանրապետություններում մեծանալու է կուսակցությունների դերակատարությունը, նրանց մասնակցությունը քաղաքական եւ իշխանական կյանքին եւ ավելի մեծ հնարավորություն են ստանում կուսակցությունները որոշիչ դերակատարություն ունենալ պետական կառավարման գործում։ Եթե նախագահ չլներ, այդպես կլիներ, նախագահան կան նույն ֆունկցիաներով։ Պարզապես նրան ժողովուրդը չի ընտրում։ Ունենալով նման հսկայական ֆունկցիա պատասխանատու, նրան ընտրում է ինչ-որ անհասկանալի մի ընտրիչ մարմին, որը նույնպես օրիգինալ է աշխարհով մեկ։ Գիտեք, ազգային ժողովի պատգամավորներ գումարած տեղական ինքնակառավարում։ Շատ էիք ուզում ազգային ժողովը դարձնեիք երկպալատանի։ Դրա լուծումը դա էր։ Երկրորդը մցված է կրկնակի ընտրություն եւ երկրորդ փուլ եւ կայուն մեծամասնություն հասկացությունը։ Սա նշանակում է, որ քաղաքական կուսակցությունների դերը ընդդիմադիր կուսակցությունների ոչ թե բարձրացվում է, այլ զրոյացվում է։ Ինչո՞վ։ Պարզ է, որովհետեւ երկու պրոիշխանական ուժ կհամարվեն կանցնեն իշխանություն, մեկը կհամարվի ընդդիմություն։ Միանշանակ սա պարզ է, ինչ է պատրաստվում եւ այդ թեզերը թե մենք կուսակցություններին տեղ ենք տալիս որևէ ձևով արդարացված չի, որովհետեւ ազգային ժողովը նոր լիազորություններ չի ստանում, որ ասենք ավելացավ լիազորությունները եւ երկրորդն էլ ընտրությունների կարգը եւ կուսակցությունների մասնակցության կարգը այնպեսին է, որ բացառվում է այնտեղ ընդդիմության հայտնվելը։ Պարոն Բակրատյան, շատ են կոչեր հնչում բովանդակային քննարկումների չգնալ սահմանադրության տեքստի հետ կապված, բայց ամեն դեպքում աշխատանքի բերումով ստիպված ես կարդալ եւ հարցեր տալ։ Դուք կարդացել եք տեքստի որակը ինչպես կգնահատեք։ 0 Ինչի։ Վերջապես ես իրավաբան չեմ, բայց տնտեսագետ եմ, բայց կարող եմ ասել, ես չտեսա դիմացներս կանգնած մի բարձր մակարդակի իրավաբան։ Օրինակ, գրած է 23 հոդված, մարդ ունի կյանքի իրավունք։ Այդ իրավունքից զրկելը հանցագործություն չի համարում, եթե բացարձակապես անհրաժեշտ է։ Որ դեպքում։ Մարդն ունի ընտանիքի իրավունք։ Այդ իրավունքը ենթարենք բացարձակ չի, եթե հասարակական շահը դա է պահանջում։ Մարդն ունի սեփականության իրավունք։ Այդ իրավունքը կարելի է խախտել միայն օրենքով հասարակական շահերի գերակայության պայմաններում։ Ուրեմն այն գլխում, որտեղ խոսվում է մարդու հիմնարար իրավունքների մասին, իսկ հիշում եք հայեցակարգար, որտեղ ասում էր ամենամեծ խնդրը գործող սահմանադրության հետ մարդու իրավունքները չեն պաշտպանվում։ Հիմա սրանք, որ եկել էին, որ պիտի պաշտպանեին 20 մարդու իրավունքա, մոտ 2 տասնյակ իրավունքա, 2 տասնյակ իրավունքից 20-ից 14-ը կարող է ցանկացած պահի հասարակական շահի բանի հայտարարության տակ ընդհատվել։ Կարող են գալ ձեր տունը խլել։ Ասել են հիմա կան չէ որ տները խլում են հանրային գերակա շահ։ Դա մի քիչ դժվար է։ Հիշում եք 13 թվականի պրեզիդենտական ծրագրում հայտարարեցի հանրային գերակա շահը կարող է արտահայտվել միմիայն ռեֆերենդումի միջոցով։ Տեղական ռեֆերենդում արեք։ Թե չէ վարչապետը ասենք ստորագրում է, ասում է, սա հանրային գերակա շահ է, նախկին վարչապետը մեռավ այդպիսի որոշումներ ստորագրելով մարդկանց տունը քանդելով բարի բուն իմաստով։ Կամ իսկ նշանակի մարդու կյանքից զրկել։ Սահմանությունը ասում է չի կարող լինել գնդակահարություն դատով, դատաստանով, բայց առանց դատի ու դատաստանի մարդուն կարելի է խփել։ Դուք հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Բերեմ ձեզ մի քանի այլ օրինակ, տնտեսագիտական մասը։ Ընդհանրապես դա մի ուրճացված, ճոռոմացված սահմանադրություն, այդպես բան չեն գրում։ Համացան համար ասենք, որ
120-ից 150 հոդված է եվրոպական Եվրախորհրդի անդամ բոլոր երկրների սահմանությունները։ Այսօր մենք ունենք 188 հոդված դեռ կեսն է։ 7 գլուխ է հրապարակել։ Օրինակ ասվում է, պետական կրթական հաստատություններում պետության հաշվին ձրի պետական կրթությունը երաշխավորվում է։ Այն կարող է մասնավոր կրթական հաստատությունը պետական ծրագրով կրթություն է տալիս, դուք դա փակում եք։ Օրինակ ես մասնավոր բուհ եմ, կա պետական ծրագիր, իմ մասնավոր բուհի 500 ուսանողի աշակերտից 300-ը պետական ծրագրով սովորում են։ Այսինքն իրանք փակում են այս համաձայնությունից հետո փակվելու են բոլոր մասնավոր դպրոցները։ Բոլոր մասնավոր բուհերը չնայած դրանք արդեն փակեցին վերջի տարիներին։ Գրագետ մարդը, եթե գրագիտություն կա, երեխեքին մենք սովորում ենք, էլի, ինչու ենք ասում, որ այդ 6-7 հոգու մեջ չկար մի հատ տնտեսագետ գոնե։ Հենց այսպեսի բան ես ասում, Իրանը նկատի ունի, չէ, ընկերներ։ Մենք հարյուրավոր տնտեսագետներ ունենք, որոնք կհուշեն, որ ոչ թե գրեք, որ պետական հաստատությունում կրթությունը ձրի է, այլ պետական ծրագրի բանի դասավանդման ամբողջ ծավալը համարվում է ձրի։ Հիմա անկախ նրանից դա կանի, մասնավոր դպրոցը թե սովորական դպրոցը։ Կամ ասվում է մենաշնորհը լավ է, եթե հասարակությանը շահ է բերում։ Ես այսպիսի ֆրազա չգիտեմ։ Ես գիտեք 1000-ի համալսարանի պրոֆեսոր, ես 6 տեղական ու դրսի համալսարանի պրոֆեսոր։ Դե փոքր երկիր ենք, դրանով է բացատրվում։ Դե չգա զանգեին հարցնեին։ Այդպեսի բան չի կարելի գրել։ Հասկանում եք, չի կարող պատահի մենաշնորհը լավ լինել։ Մենաշնորհի մարդիկ գնում են, եթե երկրները գնում են, ստիպված, ասենք բնական մենաշնորհը, բոլորին այլ բացատրություններ դրան պետք է։ Հիմա վաղը այն մարդը, որ ասենք շոր է ներմուծում, կարող են սպանել իրան սահմանին, ասելով վերացնելով քեզ, մենք մեծացինք հանրային շահը։ Սրանց հետո մենակ փողոց կբերի սա։ Առանց այդ էլ մենք դրանից տառապում ենք։ Ամբողջ կամ սահմանացությունը մի 4, 5, 6, 7 հոդված կա աշխատանքի վերաբերյալ։ Չկա մի բան, աշխատանքային շաբաթի տևողություն։ Եթե չկա աշխատանքային շաբաթի տևողություն ֆիքսված, ուրեմն երբեք Հայաստանի Հանրապետությունում այդ սահմանությունից հետո ոչ ոք չի կարող ֆիքսել աշխատավարձը։ Օրինակ դրենիք, դուք այստեղ աշխատավարձ եք ստանում, ասենք n գումար։ Այն գումարը իմաստ ունի, եթե դուք պայմանավորված աշխատում եք x ժամ։ Եթե դուք x ժամ չեք աշխատում, x-ը չկա, ես ձեր աշխատավարձը կարող եմ իջեցնել, ֆորմալ թողնելով n գումարը, բայց 2 անգամ մեծացնել ձեր աշխատաժամանակի տևողությունը։ Այս հասարակ բանը, որ մենք երեխեքին ենք դասավանդում, մտնում ենք առաջի կուրս երեխեքին դասավանդում ենք, այդտեղ կարծեմ նույնիսկ մի քանի հոգի պրոֆեսոր կային, չեն կարողացել գրել։ Ես էլ չեմ խոսում շարադրական սխալների մասին։ Նախագահ բառը մի քանի տեղ մեծատառ է, մի քանի տեղ փոքրատառ է, շարահյուսական բառերը կամ ըստ էության մենք ասում ենք համամասնական ընտրակարգի, չէ՞։ Հոդվածներից մեկում ասում է, որ եթե ասենք Պողոսին բան են արել, սխալ են դատել, Պողոսը կարող է դիմել իր դեպուտատին, իր դեպուտատ էլ չկա։ Չէ, նկատի ունեմ, որ օրենքում նոր ընդունվող ընտրական օրենսգրքում այլ սիստեմ է ներդրվել։ Տատիկի լոլոնա, մենք քննարկում ենք այն, ինչ հրապարակվել է։ Այդպես բանտասխան չի կարելի։ Խոսքը հիմնարար իրավունքների մասին է։ Հիմնարար իրավունքները, ազգային ժողովի իրավունքները, հանրապետության նախագահի իրավունքները պետք է ամբողջովին գրվեն սահմանադրությունում, այլ ոչ թե նստենք վկայենք մի այլ փաստաթղթի, որտեղ կլինի։ Օրենքը չէ, որ սահմանադրությունը պիտի բացատրի։ Սահմանադրությունն է հիմնական օրենքի նկատմամբ։ Հիմա պարոն Բակրազյան, ձեր ասելով գրել են սահմանադրության նախագիծ, որտեղ օրենքով են բացատրում այս գրված դրույթները։ Կարող է ես եկել եմ ձեզ հետ քննարկելու սահմանադրությունը։ Այդ օրենքները չկա։ Չկա։ Նույնիսկ եթե այդ օրենքներ լիներ, ասենք հիմա այդ օրենքը ընդունված լիներ, չէ՞։ Ես ես կասեի սա մերժելի է։ Առաջի փաստաթուղթը սահմանությունն է, ռեֆերենդումով ընդունվող։ Տեսեք, իրենք նույնը, եթե ընտրակարգին վերադառնանք, իրենք ասում են, որ ազգային ժողովում առնվազն պետք է լինի 101 պատգամավոր ու հետո այդ նույն գրողները, այսինքն մասնագիտական հանձնաժողովի անդամները մամուլի ասուլիս են տալիս եւ բացատրում են, թե ինչ նկատի ունեն, այսինքն եթե երկու ես արդեն չգիտեմ, այդ դեպքում պետք է հելել իրանց դուրս հավրել մամուլի ասուլիսից, որովհետեւ այսօր մենք քննարկում ենք այն, ինչ որ տվել է։ Մենք չենք քննարկում այն, ինչ որ չի գրվել։ Դա ստացվում է մամուլի ասուլիսի դրա մասին, որ չի գրվել։ Կա այդպեսի բան։ Ուրեմն պետք չի գնալ, այդ կուտը կուլ տալ պետք չի։ Եվ ես խորհուրդ կտայի սահմանադրական հանձնաժողովն է սա չանի։ Իսկ հանրապետական մեծամասնությանը պիտի ասեի, այսպիսի թույլ
փաստաթուղթ, այլ բառ չեմ ասում, ես գիտեք, որ մեկ-մեկ սիրում եմ նաև ավելի կոպիտ արտահայտվել, եւ եթե ավելի կոպիտ արտահայտվեի, հազարապատիկ մեղմ արտահայտված կլինեի այն արտահայտության համար, ինչը այս պահին պետք է օգտագործել նման կարգի փաստաթուղթ մատուցելու դեպքում։ Ձեր կարծիքով միտումնավոր է այդ փաստաթուղթը այդ որակով մատուցվել, թե իրոք լուրջ մասնագիտական։ Ես չեմ պատասխանում ձեր հարցին, պիտի պատասխանեմ, միտումնավոր լուրջ։ Դրված է սահմանադրական տեքստ, ինչ չի հետաքրքրում, միտումնավորը կատակ են արել։ Չէ, երկրի գլխավոր Կամ գրելուց առաջ նախորդ օրը խաշ ուտելուց են եղել, դա ինչ չի հետաքրքրում։ Պարոն Բագրատյան, ձեր կարծիքով ի՞նչն է եղել հիմնական մոտիվացիան սահմանադրությունը փոխելու։ Չեմ կարող ասել։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ որոշ մարդիկ իրենց կադրային հարց են ուզում լուծեն, աշխատանք ունենալու։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ համոզել են հանրապետության նախագահին, թե հենց սա է, որ ձեզ պետք է, այլապես կքանդվի, եթե կայուն մեծամասնություն չլինի կքանդվի, որից ժողովուրդը չգիտեմ ինչ է, Հայաստանի պետության պատմության մեջ չի եղել, որ ժողովրդի պատճառով պետություն կործանված լինի։ Ժողովրդական բունտի պատճառով պետություն կործանված։ Հակառակը եղել է։ Հակառակը եղել է։ Ժողովուրդը պետություն չի կործանել, բայց դժբախտաբար պետությունը մի քանի անգամ ժողովուրդ կործանել է։ Սա է մեր պատմության դասը, գոնե սա սովորեք։ Չի եղել այս պետության պատմության մեջ, ոնց որ եղել է օրինակ Ֆրանսիայի պատմության մեջ, ոնց որ եղել է Գերմանիայի պատմության մեջ, որ ժողովուրդը կործանած լինի պետություն։ Միշտ հակառակն է եղել։ Պարոն Բագրատյան, դուք որ տեսակետի կողմնակիցն եք։ Ես այն նրանք կողմնակիցն եմ, որ ընդհանրապես սահմանադրական փոփոխությունները պետք են A, B, եթե դուք քննարկում եք ինչ-որ նախագիծ, այս նախագիծը վերաբերյալ սա կարող եմ ասել։ Ինձ հաճախ ասում են երկրորդ մասին չես ասում։ Ինչ ես ասում այս նախագծի վերաբերյալ։ Բավ ասի, որ մի հատ այսպիսի ֆրազա չի կարելի գրել։ Մարդ ունի սեփականության իրավունք, երկրորդ կետով գրում ես. Հարայի շահը եթե պահանջում է, սեփականությունից ձեռից կարելի խլել։ Մարդու հիմնարար իրավունքներից մեկն են գրում։ Հասկանում եք։ Հիմա ճիշտ է, ես ընդհանրապես կողմ չեմ, որ սահմանությունը փոխվի, խնդիր չեմ տեսնում։ Եվ գտնում եմ, որ մենք պատրաստ չենք պարլամենտական հանրապետության վերը նշված պատճառով, օրենք, ենթահորիզոնական ակտ պատճառաբանությամբ, բայց եթե նաև ստեղը, բայց ես չասեմ, ես ով է գրել։ Նրանց պետք է պատժել։ Իրավական եւ տնտեսագիտական տերմինները շփոթելու, ոչ ճիշտ բառերը, ոչ ճիշտ նախադասության մեջ օգտագործելու համար։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան, հուսանք, որ ամեն դեպքում ինչ որ գործընթաց տեղի կունենա եւ այս սահմանադրական փոփոխությունները կյանքի չեն կոչվի, հենց նույնիսկ ձեր նշած պատճառները երևի դե բավարար են այդ փաստաթուղթը մերժելու համար։ Հիշեցնեմ, որ այսօր ես հյուրընկալել էի Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին, կհանդիպենք։